Բավական երկար ժամանակ է, որ այս շենքում ենք բնակվում։ Աստիճանները հաղթահարում ենք մի քանի մարդու օգնությամբ։ Շենք ազատ ելումուտի համար անհրաժեշտ էր մուտքն ապահովել թեքահարթակով։ Հարցը գոհար բարձրացնում է վարչական շրջանի ղեկավարի կողմից քաղաքացիների հերթական ընդունելության ժամանակ։ Պատասխանն ու գործի անցնելը անմիջապես հաջորդեցին իրար։ Շատ ուրախ եմ, որ խնդրանքս չմերժվեց։ Ամեն ինչ արվում էր այնպես, ինչպես ես էի ցանկանում, ինչպես ես էի պատկերացնում։ Հասկանալի է, որ մեծ քաղաք է ու գուցեև չնկատեն, գուցեև չիմանան, իսկ եթե բարձրացնում ես, մարդիկ մեծ սիրով քո խնդրին լուծում են տալիս։ Գոհարի եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող այլ անձանց համար կարևոր է, որ մայրաքաղաքն օրեցօր առավել հարմարավետ է դառնում։ Թեքահարթակներով հարմարեցված նոր այգիներ ու պուրակներ, հասարակական վայրեր քաղաքի տարբեր հատվածներում։ Պիտի ուրախությամբ նշեմ, որ համեմատած մի քանի տարի առաջվա Երևանի հետ, հիմա մեր Երևանը ունի շատ հարմարեցված թեքահարթակներ, ունի հարմարեցված ավտոբուսներ ու ոչ թե կան թեքահարթակներ, ասենք 10 աստիճանի վրա կառուցված 180 աստիճան թեքությամբ, այլ թեքահարթակ է կառուցված միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան։ Դավթաշենի այս շենքերի բնակիչներին անհանգստացնող հարցն էլ կոմունալ կենցաղային էր եւ խորհրդային ժամանակաշրջանի պատմություն ուներ, ինչպես շատ քաղաքացիներ նրանք եւս որոշեցին հարցը ներկայացնել անձամբ վարչական շրջանի ղեկավարին ընդունելության ժամանակ։ Ջրահեռացումը սխալ էր դրված եւ կոմունիստների ժամանակ այտենց կոտրտված էր եւ ամբողջ այդ կեղտոտ ջրերը բարձրանում էին վերև, մտածում էի շատ երևի կարճ փոքրիկ ինչ-որ մի բան կմտածենք անեն, բայց շատ մեծ կառույց ստացվեց, մոտ մամիսուկես աշխատեցին 4-5 մետր խորությամբ կարողացան խողովակները տեղադրել։ Շաբաթներ առաջ նմանատիպ իրավիճակ էր նաև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, այս անգամ տնտիրությունների հատվածում։ Ջուրը լսում եմ իմ տունը, ամբողջ պատերը քայքայվել է։ Գնացի, դիմեցի, սիրով ընդունեցին, մի քանի օրից հետո եկան, նայեցին, չափագրմաններ արեցին, եկան օգնեցին, բերեցին, այդ ամեն ինչը արեցին։ Մենք շատ շնորհակալ ենք։ Քաղաքապետի պարոն Մարգարյանի մոտեցումն է եւ ընդհանուր քաղաքականությունն է այդպեսին, որ անմիջական կապը քաղաքացիների հետ ամենօրյա լինի։ Ճիշտ է, Դավթաշենում պարբերաբար շրջայցեր, բակային հանդիպումներ լինում են, բնակիչների հոգսերը լսում ենք, հնարավորինս լուծումներ տալիս ենք, բայց այս 5-շաբթի օրերը շատ ավելին է տալիս բնակիչներին։ Յուրաքանչյուր 5-շաբթի վարչական շրջանների ղեկավարների ընդունելությանը մասնակցում են տասնյակ բնակիչներ իրենց ամենատարբեր հարցերով։ Լինում են նաև դեպքեր, երբ քաղաքացիները խնդրի հրատապությունից ելնելով ընդունելության են գալիս առանց հերթագրման։ Վարչական շրջանների ղեկավարներն ընդունում եւ լսում են անխտիր բոլոր քաղաքացիներին, բնակչին անհանգստացնող որևէ հարց անպատասխան չթողնելով։ Շատ լավ քայլ է։ Առաջի անգամ եմ ես գալիս, ով եմ ընդունելություն շատ հանգիստ, լավ։ Մեծ կարևորություն է, որ մենք շփում ենք ունենում մեր ղեկավարների հետ, մեր ոնց որ ասա դարդուցավը, մենք իրանք բոլորից արդեն մեկ-մեկ ճանաչում են, ով ինչ խնդրեմ ունի, ով ինչ հարց ունի, հետևողական են լինում, տեսնեն, ասենք ամեն ընդունությանը քանի մարդ են իրանք ընդունում, ինչով են օգնում։ Վարչական շրջանն այսօր ունի 142,000 բնակիչ, շաբաթ առ շաբաթ ավելանում են ընդունության քանակը։ Եթե կարիք լինում է նաև այցելել տեղում, խնդրին ծանոթանալ տեղում, իհարկե պայմանավորում եմ, անպայման այցելում եմ, նայում ենք տեղում, ավելի ճիշտ լուծում ենք տալիս։ Օպերատիվ 1-2-3 օրվա ընթացքում Քաղաքացիները գալիս են ընդունելության համոզված, որ իրենց խնդիրն անպայման լուծվելու է, սակայն լինում են նաև հարցեր, որոնց լուծումը լրացուցիչ ուսումնասիրություն եւ որոշակի ժամանակ է պահանջում։ Նման դեպքերում մինչ հարցի լուծումն ու գործնական ընթացքը պատասխանատուների կողմից սահմանվում է մշտական հսկողություն, մինչև նախատեսված աշխատանքները կավարտվեն։ Լինում է, երբ քաղաքացիները բարձրացնում են հարցեր, որոնք իհարկե քաղաքապետարանի վարչական շրջանի լիազորությունների շրջանակներում չի, բայց ամեն դեպքում, եթե այլ կառույցների հետ է կապված, փորձում ենք միջնորդել, որպեսզի քաղաքացիներին պատշաճ ճանապարհեն։ Փորձում ենք այդտեղ էլ օգտակար լինել։ Բնակիչների հետ կապի այս միջոցը եւս մեկ լրացուցիչ հնարավորություն է ոչ միայն բնակիչներին հուզող հարցերին ծանոթանալ,
այլև լսել նոր առաջարկներ։ Երբեմն քաղաքացիները ընդունելությանը գալիս են ոչ թե բողոքով կամ խնդրով, այլ իրենց առաջարկներով, որոնք պետք է ավելի լավը դարձնեն վարչական շրջանն ու Երևանը։ Ընդհանուր բաժինները տիրապետում են ամբողջ վարչական շրջանը խնդիրներին, բայց ընդունելության ժամանակ բնակչության հետևողականությամբ ավելի արդյունավետ է լինում մեր աշխատանքները։ Հենց այստեղ այս սենյակում լինում են շատ ծրագրեր, բնակիչների հետ զրուցելիս, իրենց առաջարկներով, դիտարկումներից ծագում են նոր ծրագրեր։ Բոլոր հարցերին, դրանց տրվող պատասխաններին ու լուծումներին անձամբ հետևում եւ վերահսկում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով երբեմն անակնկալայցով ինքն է մասնակցում ընդունելությանը։ Այս մասին քաջատեղյակ են նաեւ բնակիչները։ Այդ աշխատավոճը շատ գերադաս ոչն է, որտեղ ժողովրդի հետ անպայման արշափումը եւ խնդիրները լուծման առաջի հատկանիշը դրական դաշփումն է։ Շատ շնորհակալ եմ պարոն Մարգարյանից։ Ես պարոն Մարգարյան շուտ եմ ճանաչել, որ մոտը ողորմածին գնացի մի հարցով ընթառաջեց։ Ես 52 տարի քաղաքում եմ, տեխնիկում ինստիտուտ ավարտել եմ, բայց քաղաքում sense լավ վիճակ չէի տեսել այդպես աթոռներով, սեղաններով, մակրոչան տեսակետից գերազանց Երևանը հալետես բան չէր տեսել, ազնիվ խոսք։ Այսօր շատերի համար քաղաքային իշխանություն, բնակիչ կապի ու փոխվստահության լավագույն օրինակ են դարձել քաղաքացիների ընդունելությունները, ինչով պայմանավորված էլ 5 շաբթի օրերին այս սենյակները սովորականից մարդաշատ են։